Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր 9:30 այսօր հոկտեմբերի 29-ն է եւ մենք միասին սկսում ենք նոր աշխատանքային օր հանրայինի ուղիղ եթերում։ Բարի լույս, ողջունում ենք ձեզ մեր տաղավարից Սևակ Հակոբյանն ու Վեգան Ջեսյանն են այսօր աշխատելու հանրայինի ուղիղ եթերում եւ մեզ կարող եք ոչ միայն լսել, այլ նաեւ դիտել մեր Facebook-յան էջում եւ կայքում armradio.am։ Վերցրեք ձեր սուրճի առաջին բաժակը, թեյի առաջին բաժակը եւ եկեք օրը սկսենք միասին, ինչպես ամեն աշխատանքային օր, այսօր եւս փորձելու ենք ձեզ դրական լիցքեր հաղորդել եւ տալ արդյունավետ օրվա մեկնարկը, իսկ դա կախված է մի քանի բաղադրիչներից, առաջին հերթին իհարկե լավ երաժշտությունից եւ նաեւ այն տեղեկատվության պաշարից, որը պետք է օրը պլանավորելու համար։ Իհարկե կունենանք նաեւ հետաքրքիր թեմա եւ հետաքրքիր հյուրեր, կունենանք լրատվության հատված, այնպես որ առաջիկա 1.5 ժամն առաջարկում ենք անցկացնել միասին եւ նաեւ սուրճի առաջին բաժակը խմել միասին։ Արթնացեք եւ միացեք մեզ։ Այո, 553702 մեր ուղիղ կապի հեռախոսահամարն է, կարող եք զանգահարել մեզ ամբողջ եթերի ընթացքում եւ որ ամենակարևորն է, մեզ կարող եք դիտել մեր երկու հարթակներում։ Այո, այնպես որ փնտրեք մեզ Facebook-ում եւ կայքում նույնպես armradio.am-ում, մի մոռացեք նաեւ մեկնաբանություններ գրել, որովհետեւ մենք մեծ սիրով կարդում ենք նաեւ դրանք։ Այնպես որ եկեք օրը միասին սկսենք եւ տանք այս օրվա հոկտեմբերի 29-ի մեկնարկը, այսօր օրը չորեքշաբթի է, աշխատանքային շաբաթը կիսվում է, աշնան երկրորդ ամիսն է ավարտվում, այնպես որ բարի լույս բոլորին, միացեք մեզ, մենք կլինենք եթերում մինչև ժամը 11-ը։
Սերը պակասել է, բայց սերը չի կորել, իսկ ահա սուրճն ու սերն անպակաս են ձեր առավոտներից, եթե դուք յուրաքանչյուր աշխատանքային օր սկսեք մեզ հետ հանրայինի ուղիղ եթերում։ Այնպես որ մնացեք մեզ հետ եւ կարծում եմ ժամանակն է ծանոթանալու օրվա անհրաժեշտ տեղեկատվության pašարին, որպեսզի օրը կարողանաք պլանավորել, եթե դեռ չեք հասցրել տանից դուրս գալ։ Ինչ հագնել այսօր հարցի պատասխանը կարծում եմ անմիջական կապ ունի եղանակի հետ, այնպես որ հուսով եմ Սևակը մեզ այդ հարցում կօգնի։ Այո, այժմ ստուգենք, թե ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում եւ մեր մայրաքաղաքը ներառյալ, եւ այսպես թարմացնենք հանրապետության տարածքում այսօր ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Հոկտեմբերի 30-ի գիշերը առանձին լեռնային շրջաններում կդիտվեն թաց ձյան տեսքով հանրապետությունում այսպիսով տեղալու է առաջին ձյունը հոկտեմբերի 30-ի գիշերը։ Իսկ ահավաղը ցերեկը կրկին առանց տեղումների եղանակ է սպասվում մայրաքաղաքում այսօր ցերեկը եւս սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը այսօրվանից կնվազի 6-ից 9 նիշով, իսկ ահա նոյեմբերի 1-ից 2-ը 3-ից 5 նիշով կբարձրանա։ Եվ այսպես մայրաքաղաքում այսօր առավելագույնը կդիտվի 21 աստիճան տաքություն, ինչպես վերջին օրերին երեկոյան 14, իսկ գիշերը 7 աստիճան տաքություն է սպասվում։ Եվ ստուգենք նաև հեռախոսային հավելվածը ինչ է ցույց տալիս այս պահին, մեր մայրաքաղաքում մասամբ անպամած է եւ 14 աստիճան է, իսկ հա տեղումների հավանականությունը ըստ հավելվածի 45% է։ Օհո, այսինքն վերջին առաջիկա մի քանի օրվա վերջին քիչ թե շատ տաք օրվան օրը վայելենք եւ զուգահեռ ծանոթանանք նաեւ օրվա փոխարժեքին։ Այն մարդկանց համար, որոնք այսօր պլանավորում են ֆինանսական գործարքներ, նշեմ, որ ամերիկյան դոլարն այսօր համարժեք է 382 դրամի եւ 78 լումայի, 446 դրամ 44 լումայ է եվրոն, ռուսական ռուբլին 4 եւ 7, 140 դրամ եւ 95 լումայի է համարժեք վրացական լարին, բրիտանական ֆունտ ստերլինգը 509 եւ 98, դե իսկ դիրհամը 104 դրամ 21 լումայ է։ Ահա, եւ տեսնենք, թե ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին, վեգա փոփոխություն կա։ Ոչ փոփոխություն չկա, մեր ռադիոլսողները նույնիսկ իմ փոխարեն արդեն կարող են ասել, որ միայն Կորեայի ձորը շարունակում է փակ մնալ երթևեկության համար հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, գիտեք, որ այնտեղ քարաթափման վտանգ են փորձում կանխել, իսկ մնացած բոլոր ավտոճանապարհները Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնականում անցանելի են, այդ թվում լարցը, որը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Եվ այժմ գանք մեր մայրաքաղաք, տեսնենք ինչպիսին է իրավիճակը Երևանի փողոցներում, խցանումային քարտեզը թարմացնենք եւ այսպես մեր մայրաքաղաքում, ինչպես սովորաբար այս ժամերին լինում է, բավականին ծանր երթևեկություն է, 6 է այս պահին խցանումային նիշը, այս ժամերին նաև 7-ն է սովորական դարձել, այնպես որ 6-ի դեպքում կարող ենք շատ չդժգոհել, հիմնականում ծանրաբեռնված են այն փողոցները, որոնք այս ժամերին սովորաբար հենց մեքենայառատ են լինում, այս բառը ես եմ հորինել, եթերում անդադ չասելու ծանրաբեռնված բառը, եւ Իսակովի պողոտան, Երևանյան լճի հատվածում դեպի կենտրոն եկող հատվածը, Աթենքի փողոցը Բրազիլիայի հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ, բարեկամությունը բնականաբար Կիևյանը դեպի բարեկամություն բարձրացող եւ արդեն Բաղրամյանից իջնող հատվածը դեպի կենտրոն, Ազգային ժողովից դեպի օպերա հատվածը եւս ծանրաբեռնված է։ Կորյուն փողոցում կա խցանում դեպի Մատենադարան գնացող հատվածը եւ նաեւ Մատենադարանի կողմից դեպի Աբովյան եկող հատվածներում, այստեղ խաչվող փողոցներում եւս դանդաղ է երթևեկություն ընթանում, հատկապես Տերյանը, որը իջնում է կենտրոն, այդ հատվածը։ Գանք ռադիոտան տարածք Սայաթնովա փողոցը կարծես թե ծանրաբեռնված չէ եւ ահա Սարալանջը, որը սովորաբար միշտ մեքենաներով լի է լինում եւ ծանրաբեռնված, անգամ այն փոքր փողոցները, որոնք վարորդներն օգտագործում են մեծ խցանումներից խուսափելու համար, այդ տեղերում եւս երթևեկությունը դանդաղ է ընթանում։ Այո, այնպես որ երևս մեկ անգամ հիշեցնեմ իմ դարակազմիկ լայֆհակը, այն է, որ եթե ձեր աշխատանքը սկսվում է 9-ին կամ 10-ին, մի փոքր ավելի շուտ դուրս եկեք տնից, շուտ հասեք աշխատավայր, առավոտյան սուրճը այնտեղ խմեք, փոխարենը կխուսափեք խցանումներից։ Իսկ եթե ամեն դեպքում արդեն խցանման մեջ եք, մնում է մեր մյուս լայֆհակը, որ ասում ենք ամեն առավոտ։ Շարունակեք մնալ մեզ հետ, լսել մեզ, հնարավորության դեպքում կարող եք զանգահարել, մեր հարթակներում կարող եք մեկնաբանություններ գրել, մենք պարբերաբար թարմացնում ենք, դրանք
կարդում ենք եթերում եւ իհարկե ինչպես յուրաքանչյուր աշխատանքային օր խոսում ենք կարևոր թեմաներից, հետաքրքիր թեմաներից, երբեմն դրանք նաեւ զվարճալի են, կյանքն այդպեսին է եւ կարևորը իր տեղն ունի եւ զվարճանքը եւ ուրախությունը եւ այսօր մի այնպիսի թեմայից ենք խոսելու, որը առնչվում է բացառապես բոլորիս շատ տարիներ առաջ դա մարդկանց շատ փոքր քանակի էր վերաբերում եւ երբեմն ճոխություն էր թվում, իսկ այսօր առանց դրա շնչել պարզապես չենք կարող։ Ավելին, երբ մենք ձեզ հայտնում ենք այն մասին, որ մեզ կարող եք ոչ միայն լսել, այլ նաև դիտել մեր Facebook-յան էջում, մեր կայքում, այդ հնարավորության համար նույնպես պարտական ենք այս հայտնագործությանը այսօր փաստորեն նշվում է ինտերնետի օրը։ Այո, 1969 թվականին է ծնվել այս եւ լավ եւ վատ երևույթը, կարելի ասել, իհարկե կես կատակ կես լուրջ, այն միայն փոխել է մեր կյանքը, արագացրել է ամեն ինչ, բայց ինչպես ցանկացած երևույթ, այնպես էլ համացանց ինտերնետը ունի նաեւ իր բացասական կողմերը, այնպես որ հաճախ մեզնից է կախված թե տվյալ երևույթը, տվյալ առարկան, ինչու ոչ երբեմն նաեւ տվյալ մարդուն մենք ինչպես կվերաբերվենք, եւ այսօր մենք եթերը բնականաբար նվիրելու ենք համացանցի հայտնագործությանը։ Այո, հենց կարծում եմ առաջին փոքրիկ փաստն էլ կարող ենք այս մասին հայտնել։ Սևակն արդեն նշեց, որ 1969-ին ԱՄՆ-ում է ստեղծվել, բայց սկզբում ինտերնետը օգտագործվում էր պարզապես որպես ռազմական ծրագիր, չկար նպատակային հանրայնացնելու, իդեպ կոչվում էր ARPANET, այսպես ասած։ Հետաքրքիր է։ Այո, եւ օգտագործվում էր ռազմական նպատակով, որվա ընթացքում բազմաթիվ հետաքրքիր փաստեր կպատմենք ձեզ ինտերնետի մասին, կունենանք իհարկե նաեւ հետաքրքիր հյուրեր, որոնք շատ անմիջական կապ ունեն ինտերնետի հետ, այնպես որ շարունակեք մնալ մեզ հետ։ Այնպես որ կարող եք մեզ զանգահարել 553702 մեր ուղիղ կապի հեռախոսահամարն է եւ այսօր առավել քան խրախուսելի է որ մեզ գրեք մեկնաբանություններ ինտերնետի միջոցով։ Եթերը շարունակում է Արամ Էմպետրին։ Celebration, փոխում եմ իմ ոճը, իմ այոն հիմա ոճա, իմ այոն հիմա ոճա, մողես ամպոճա։ Հերքելով բոլեղավ անջատվում եմ ես այսօր, հերքելով բոլեղավ ծախս
The station with the best music. Best music. I love the music. Best music. Հերիք եղավ, բոլ եղավ դե միացեք մեզ եւ շարունակեք հետեւել մեր ուղիղ եթերին 9:46 այսօր հոկտեմբերի 29-ն է, օրը չորեքշաբթի եւ մենք խոսում ենք համացանցի ինտերնետի մասին, որովհետեւ բարձվում է 1969 թվականի հենց այս օրն է ստեղծվել ինտերնետ հասանելիությունը, բայց բնականաբար այն ժամանակ ընդհանրապես հասանելիություն չկար, հատուկենտ մարդկանց համար էր եւ այսօրվա սփռումը երբեմն չենք էլ գիտակցում, թե ինչքան բան է փոխել մեր կյանքում։ Այո, եւ իդեպ համացանց, քանի որ ասացիր, ես ոչ միշտ է, որ սիրում եմ հայերեն տարբերակներ այդ միջազգային բառերի, բայց հենց ինտերնետի հայերեն համարժեքը համացանց ինձ շատ դուր է գալիս, կարծում եմ հրաշալի թարգմանություն է ստացվել եւ նաեւ մտել է, չէ՞, լեքսիկոնի մեջ, որովհետեւ կան թարգմանություններ, որոնք այնքան արհեստական են, որ այդպես էլ ժողովրդինը չեն դառնում։ Իսկ համացանցի դեպքում հաճելի է այս բառը կիրառել եւ ահա բարձվում է առաջին էլեկտրոնային նամակը ուղարկվել է 1971 թվականին, այն Ռեյ Թոմլինսոնը ուղարկել է ոչ ավել ոչ պակաս հենց իրեն, որովհետեւ այլ մարդ չկար, որին կարող էր ուղարկել։ Որը ուներ էլեկտրոնային post, իդեպ հետաքրքիր է, չէ՞, որ այն ժամանակ ինովատիվ, այդքան ինովատիվ համարվող այս հարթակը էլեկտրոնային նամակները հիմա միայն գործնական հաղորդագրությունների համար են օգտագործում, զարմանալի է, որ ժամանակին մարդիկ համացանցով շփվում էին հենց այս տարբերակով, հիմա պատկերացնում ես ընկերներ քեզ մեյլ գրեն, բնականաբար քանի որ դա ավելի շատ գործի հետ կապ ունի, երբեմն ավելի բացասական ասոցիացիաներ են, այո, սովորաբար մեմերը պատտվում են դրա շուրջ, թե ինչ վիճակում են մարդիկ մեյլեր գրում եւ ինչ վիճակում են ստանում այդ մեյլերը։ Այո, հատկապես որ կա հայտնի տերմին, անգլերենում ասում են I hope this email finds you well, նկատի ունենալով, որ հուսով եմ, որ լավ եք, երբ ստանում եք այս նամակը եւ ծիծաղելի This is how this email found me։ Այո, ահա ինչպես ձեր մեյլը գտավ մեզ։ Առաջին վեբ կայքը, այսինքն տարածքը ինտերնետ կարելի ասել, ստեղծվել է 1991-ին արդեն Tim Berners-Lee-ի կողմից եւ ամենահետաքրքիր մասը այս փաստի այն է, որ այս կայքը դեռ հասանելի է info.cern.ch հասցեով եթե փնտրեք, դուք մինչ օրս կգտնեք աշխարհում առաջին կայքը։ Ինչ հետաքրքիր է, մենք անպայման երաժշտական դաթարի ընթացքում կփորձենք մոտ գործել այս կայք եւ կան իհարկե բնականաբար տարբեր թվեր վիճակագրության հետ կապված, բայց ըստ արհեստական բանականության համաշխարհային մակարդակով ինտերնետի օգտագործողների թիվը աշխարհում գերազանցում է 5 միլիարդ։ Ահա, պատկերացնում ես աշխարհում կա շուրջ 8 միլիարդ մարդ, որոնցից 5-ը փաստորեն այս կամ այն կերպ օգտագործում են։ Եվ եթե ձեզ երբևէ հետաքրքրել է, ամեն րոպե ինտերնետում ուղարկվում է ուշադրություն ավելի քան 300 միլիարդ էլեկտրոնային նամակ։ Պատկերացնում ես սեփական։ Սա էլեկտրոնային նամակները, բա ինչքան ֆոտոներ, ինչքան ստիկերներ ենք մենք իրար ուղարկում արդեն ավելի անլուրջ հարթակներում, հա, ընկերական շփումներում, դրա թվերն էլ կան, չէ՞, աստիճանաբար դրանք կանդրադառնանք, այո, բայց դեռ քանի լուրջ վիճակագրությունից ենք խոսում, շարունակենք։ Իսկ հա առաջին որոնողական համակարգը ստեղծվել է 1990 թվականին եւ կոչվել է ARKI, հա, եթե ճիշտ ենք կարդում, որոնողական համակարգերը գիտեք, հիմա շատ տարածվածներից են բնականաբար Google, Yandex, ժամանակին կար Mozilla Firefox, դա կարծես անցյալում մնաց in հայտնի ինտերնետի նշանով, որը շատ դանդաղ էր գործում, բայց բարձվում է առաջինը 1990 թվականին է ստեղծվել։ Հասանք իմ ամենասիրելի հարթակներից մեկի մասին տեղեկության YouTube-ը, որը ինչ որ պահի դարձավ մեր կյանքի անփոխարինելի մասը, իհարկե հիմա TikTok-ը, Instagram-ը եկան փոխարինելու նաև YouTube-ին, բայց դե կան շատ օգտատերեր, որոնք դեռ նախընտրում են այս հարթակը։ 2005-ին է ստեղծվել YouTube-ը, այլ մարդկանց կողմից, հետագայում Google-ը գնեց այն, բայց առաջին տեսանյութը, որը տեղադրվել է YouTube-ում, կոչվում էր Me at the Zoo, ես գազանանոցում։ Այո, տեսել եմ, եթե չեմ սխալվում, ինչ օրս էլ կա, կարող եք փնտրել այդ տեսանյութը եւ հենց ստեղծողներից մեկի կողմից է բնականաբար տեղադրվել փորձարկելու համար իր իսկ հարթակը։ Այո, այդ տղան կանգնած է եւ պատմում է, որ հիմա ինքը կենթանաբանական այգում է, նաեւ կարելի ասել վլոգինգի հիմնադիր համարել, որովհետեւ պարզապես սիրողական մի նկարահանում է եւ դա փաստորեն 2005-ին դարձավ առաջին տեսանյութը, որը սկիզբ տվեց YouTube-ին։ Շարունակենք խոսել Google-ի մասին, պարզվում է Google-ում ամեն օր մոտ 8.5 միլիարդ որոնում է տեղի ունենում,
տարիներում, գիտեք, այս հարթակում շատ բաներ ենք փնտրում, սակայն կարծում եմ, որ օրինակ 1 տարի անց վիճակագրությունը կփոխվի, որովհետև հիմա մենք ավելի շատ բաներ փնտրում ենք օրինակ ChatGPT-ում կամ այլ արհեստական բանականությամբ աշխատող հարթակներում, չնայած ասեմ, չգիտեմ, նկատել եք թե չէ, վերջին շրջանում Google-ը եւս կիրառում է AI, այսինքն երբ ինչ-որ բան search ես անում, վերևում առաջին հերթին AI-ի արհեստական բանականության առանձնացրած տվյալներն է բերում, հետո նոր դասական ձևով ինչ-որ web կայքեր, ինչ-որ աղբյուրներ, որտեղից կարող եք ստանալ այդ տեղեկատվությունը։ Իդեպ Սևակ, մինչ դու խոսում ես Google-ի մասին, ես արագ փնտրացի հասկանալու համար, թե հենց Google-ում մարդիկ ամենաշատը ինչ են փնտրում, ու պարզվում է, որ հենց ուրիշ վեբսայթեր են փնտրում են YouTube-ը, հենց առաջին հորիզոնականում, հետո ChatGPT-ին, քո նշած մարդիկ մտնում են որոնողական համակարգ, որպեսզի փնտրեն ChatGPT-ին եւ տան նրան այլ հարց, հետո Facebook-ն ու Amazon-ն են, իսկ հետո եղանակ։ Շատ են մարդիկ փնտրում նաեւ եղանակը, եթե առավոտը սկսում եք մեզ հետ, դուք դա անելու կարիք չունեք, որովհետեւ Սևակը պարտաճանաչ ամեն առավոտ մեզ պատմում է ձեզ ներկայացնում եղանակի մասին։ Ինտերնետի արագությունը չափազանց կարևոր է մեր օրերում, մարդկանց շունչը կտրվում է, երբ ինտերնետը կորում է կամ դանդաղում է, երբեմն ավելի լավ է կորի, քան դանդաղի, որովհետեւ շատ դանդաղ ինտերնետը սղոցում է կարծես բոլորիս նյարդերը, եւ ահա բարձվում է աշխարհում առաջատարները արագության տեսանկյունից Հարավային Կորեան եւ Սինգապուրն են։ Ահա, ես փաստորեն պիտի դիտարկենք այդ ուղղությունները արդեն։ Իդեպ ասեմ, որ երբեմն բողոքում ենք հայաստանյան ինտերնետից, բայց ճամփորդելիս շատ հաճախ նկատում եմ, որ չէ, Հայաստանում ինտերնետի արագությունը շատ լավ էլ վիճակում է եւ քանի դեռ խոսում ենք Հայաստանից, այդ մասին նույնպես կապված պաշտոնապես ինտերնետը Հայաստանում հասանելի է դարձել դեռևս 1990-ականների սկզբին, իհարկե դեռ հանրային տարածման մասին այն ժամանակ խոսք լինել չէր կարող, լայնաշերտ ինտերնետը, այսպես ասած, մոտավորապես 2000-ականներից է տարածվել Հայաստանում եւ այս մասին վստահաբար մեր ռադիոլսողներից շատերն էլ կհիշեն։ Այո, ու գիտեն այս փաստերը, մենք շարունակենք խոսել ինտերնետի մասին, հետաքրքիր նյութեր, փաստեր, եթերի ամբողջ ընթացքում։ Հիմա մեր եթերում լսենք Ռոզալիայի վերջին երգը, որը ֆուրոր է արել հատկապես իր օրիգինալ տեսահոլովակով, այնուհետև գովաստ ու կվերադառնանք։ till you love me. I'll fuck you till you love me. I'll fuck you till you love me. Till you love me. Till you love me. Till you love me. Till you love me.
Սուրճ ու սեր առավոտից։ Ինանց 57 շարունակում ենք մեր ուղիղ եթերը, հոկտեմբերի 29-ն է այսօր, օրը չորեքշաբթի, եւ մենք եթերի ընթացքում խոսում ենք ինտերնետից, ովքեր նոր են մեզ միացել, ասենք այսօր նշում ենք այս հայտնագործության ծնունդը։ Մի մոռացեք զանգահարել մեզ նաև եւ պատմել, թե ամենաշատ դուք ինչ եք փնտրում համացանցում, իսկ մենք աստիճանաբար մոտենում ենք օրվա թերևս առավոտվա ամենակարևոր պահերից մեկին, երբ պիտի եւս մեկ անգամ ծանոթանանք օրվա լրատվությանը, չնայած վստահաբար դուք եթե հետևում եք հանրայինին, ապա միշտ տեղեկացված եք եւ ապահովված թարմ եւ ճշտված տեղեկատվությամբ։ Մինչև ռադիոլուրի մեր գործընկերոջը ողջունելը, ասեմ, որ Facebook-ում ունենք մեկնաբանություններ, Արտակ Մխիթարյանը բարի լույս բոլորին, Վարդիշախ Նանո Խաչատրյան էջը գրել է բարի առավոտ, սեր եւ սուրճ բոլորիդ, շնորհակալ ենք, իսկ ահա Մանուշ Ուսյանը երաժշտական կոնկրետ կատարում է խնդրել, փորձենք եթերի ընթացքում լսել նաեւ դա, իսկ մեր տաղավարում է արդեն Հասմիկ Մարտիրոսյանը, բարի լույս։ Բարի լույս։ Քիչ առաջ խոսում էիք, թե ինչ եմ փնտրում համացանցում, իհարկե լուրը ոչ այդքան այս պահին հետաքրքրաշարժ, բայց այն առումով է կարևոր, որ 3-ամյա Տիգրանի որոնումներն է ես փնտրում, որ մեր ունկնդիրներին տեղյակ պահեմ, մինչև այս պահը լուր չունեինք, բայց քիչ առաջ ներքին գործերի նախարարությունը ասաց, որ դեռ նորություն չկա, ես կցանկանայի այս մասին տեղյակ պահեմ, այո, սպասենք, որ իսկապես բարի լուր կլինի։ Կցանկանայինք, բարի լուրը հայտնել, բայց ներքին գործերի նախարարությունը ասաց, որ դեռ նորություն չկա, սա վերջի որոնումներ, որ ես այսօր համացանց միջոցով փորձում էի ճշտել, նշեմ, որ Տիգրան Հովհաննեսովյան հետ կորելու դեպքի առթիվ 3 արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ, որոնողական աշխատանքները ըստ ոստիկանության այսօր նույնպես շարունակվելու են եւ դեռ կշարունակվեն մինչեւ որևիցե արդյունքի հասնեն փրկարարները։ Այո, համացանցում բոլորը սպասում են այո այս լուրին։ Սա կլինի օրվա լավագույն լուրը, որ դրական լուր կունենանք այս մասով։ Հասմիկ, իսկ դուք ինչ եք լրատվությունից դուրս փնտրում համացանցում, հաճախ թե ժամանակ չի լինում։ Այո, մենք հիմնականում լուրեր ենք փնտրում, ինչ նորություններ կան, ինչով կարող ենք կիսվել մեր ունկնդիրներին հետ, մատուցել լավ լուրեր։ Բայց դեռևս այո, օբյեկտիվ եւ ճշտված լուրեր, միշտ չէ որ լրատվությունը լինում է հաճելի լուրեր են լինում, բայց հաճախ հակառակն է լինում։ Կարևորը հավաստի լուրեր են լինում։ Այնպես որ հիմա ժամանակն է ծանոթանալ ժամը 10-ի նորություններին, մնացեք մեզ հետ, լսենք լուրերը, այնուհետև կվերադառնանք։ Հայաստանում ժամը 10-ն է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիո լուրը շարունակում է աշխատանքը, տաղավարում Հասմիկ Մարտիրոսյանն է, ժամի թեմաները նախամարոտ։ Արտաքին գործերի նախարարը օտարերկրալրագրողներին եւ փորձագետներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Հռոմի Պապը Կաղոթի, Ստամբուլի հայկական եկեղեցում, Աղվանստանի եւ Պակիստանի միջև երկխոսությունը չի հասել որևէ գործնական լուծման։ Թեմաները ընդգրկում վայրկյաններ անց։ Նախ պաշտոնական լրահոս վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ընդունել Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին, զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի խթանմանը, ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը, նաեւ այլ ուղղություններով գործակցության խորացմանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է երկկողմ հարաբերությունները ռազմավարական երկխոսությունից դեպի ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ հանդիպել է օտարերկրալրագրողների եւ փորձագետների հետ, անդրադարձ է կատարվել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում տարածաշրջանում ստեղծված նոր իրողություններին։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաեւ Հայաստանի եւ Եվրոպական միության միջև գործընկերության խորացման դինամիկան, մտքեր են փոխանակվել ժողովրդավարական զարգացման ճանապարհին առկա մարտահրավերների շուրջ, ինչի կապակցությամբ նախարարը ներկայացրել է դրանց արդյունավետ հաղթահարման հարցում Հայաստանի մոտեցումները։
Այսօր ազգային ժողովի դիմաց տեղի կունենա քաղաքացիական բողոքի ակցիա, զանգվածային լրատվամիջոցների տեղեկության համաձայն ակցիան նվիրված է մեջբերում Հայաստանում քաղաքական բանտարկյալներին եւ Բաքվում պատանդարված մեր հայրենակիցներին մեջբերման ավարտը։ Արևելյան գործընկերության խորհրդանական վեհաժողովի Եվրանեստի 12-րդ լիագումար նստաշրջանից առաջ կառույցի հանձնաժողովները տեղեկացնեն 3 ձևավորել են հոկտեմբերի 30-ին ազգային ժողովում մեկնարկելիք աշխատանքների օրակարգը եւ ըստ այդմ առաջիկա օրերին Երևանում քննարկվելու են Հարավային Կովկասում խաղաղության հարցեր, Արևելյան գործընկերության եւ Եվրամիության ընդայման քաղաքականության հեռանկարները։ 3 արդեն ներկայացվել են տարածաշրջանային նոր հնարավոր երթուղիներ ու հաշվարկներ, թե ինչով կարող են Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև կարգավորվող հարաբերությունները օգտակար լինել Եվրոպային։ Հայաստան ժամանելուն պես Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է, ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Մասիս համայնքի ղեկավարը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, փաստաբանը գրել է վերացվել է գրավը եւ որպես խափանման միջոց կիրառվել կալանքը։ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ Հովտաշատ գյուղերի խաչմերուկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար, տեղեկացնում են լրատվամիջոցները։ Հռոմի Պապը վաղը Սուրբ Անդրեաս Առաքյալի տոնին Թուրքիա կատարելիք իր առաքելական ճանապարհորդության ընթացքում Ստամբուլում կայցելի Պոլսո հայոց պատիարքության ենթակայության տակ գտնվող հայկական եկեղեցի Հռոմի Պապը Ստամբուլի հայկական եկեղեցում կաղոթի, տեղեկացնում են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից։ Աղոթքը Պապի ծրագրում ներառված է որպես քրիստոնեական համերաշխության եւ էկումենիկ երկխոսության խորհրդանշական քայլ։ Հռոմի Պապի այցելությունը տեղի կունենա Նիկեայի առաջին տիեզերական ժողովի 1700 ամյակի շրջանակում։ Եվ միջազգային եւս մի քանի լուր Գազայում հրադադարը վտանգված չէ, Reuters-ին հայտարարել է ԱՄՆ նախագահը, նախորդին իսրայելական կողմը հարվածներ էր հասցրել Գազայում այն բանից հետո, երբ Իսրայելը մեղադրեց Համասին հրադադարը խախտելու մեջ։ Գազայի առողջապահական մարմինների փոխանցմամբ հարվածների հետևանքով զոհվել է 26 մարդ։ Ինչպես հասկանում ենք, նրանք սպանել են իսրայելցի զինվորի, այսպիսով իսրայելցիները հակահարված են տվել, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Իսկ Աֆղանստանի եւ Պակիստանի միջև երկարատև հրադադարի բանակցությունները ձախողվել են, այսօր հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարարը։ Իսկ Ուկրաինայի նախագահը ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որ ուկրաինական նոր Ֆլամինգո եւ Ռուտա հրթիռներ են կիրառվել։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այդ հրթիռները այս տարի եւս կիրառվեն։ Զելենսկին ընդգծել է, որ հրթիռների բազմակի կիրառումն արդեն ցույց է տվել, որ դրանք կարող են գործուն արդյունքներ տալ։ Այժմին այս քարն տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, հետևեք լրատվությանը այցելելով հանրային ռադիոյի պաշտոնական կայքեջ arm.radio.am ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։ Ժպիտի գույնի ու հիմա երջանկությունս քո անունն ունի տխրությունս ուղարկել ես դու հեռու նավով տեղը քո սերը տալով տխրությունս ուղարկել ես դու օդանավով տեղը քո սիրտը տալով Չասած այս աշխարհում ամենը շատը սիրտս քեզ է սիրում մեր մեջ ասած դու ինձ ես աչքերս փակ ասում եմ քեզ եմ սիրում անունները մեր գրել ենք մենք փողոցներում որ անձրևը տեսնի ոնց է մենք իրար սիրում նկարել ենք աստղերից մեր սիրո տունը մեր
Շատ սիրտս քեզ եմ սիրում Մեր մեջ ասած դու իմն ես ու Աչքերս պակասում եմ քեզ եմ սիրում Մեր մեջ ասած դու իմն ես ու Աչքերս պակասում եմ քեզ եմ սիրում Սուրճ ու սեր առավոտից 19-ին մենք վերադառնում ենք ուղիղ եթեր, մեր եթերում երկի պրեմիերա էր Սոֆի Մխեյան, մեր մեջ ասած շատ ռոմանտիկ եւ լիրիկական երգ աշնանային տրամադրությամբ, բայց մեր այսօրվա թեման եւ տրամադրությունը ամենևին էլ լիրիկական չէ։ Եվ ամենևին էլ մեր մեջ ասած չէ, խոսում ենք մի տարածքի մասին, որտեղ հայտնված ցանկացած ֆոտո, տեքստ, երևույթ, ցանկացած ինֆորմացիա այլևս ձերը չէ եւ այն ասում են հավերժ մնում է համացանցում, ինչ որ բան տեղադրեցիր, այն արդեն քոնը չէ։ Խոսքի նման մի բան է։ Այո, բերանից դուրս եկավ արդեն տերը չէ։ Եվ բոլոր նրանց համար ովքեր նոր են մեզ միացել, ասենք որ այսօր ինտերնետի ծննդյան օրն է համարվում եւ մենք եթերի մի զգալի հատված շարունակելու ենք դեռ խոսել համացանցից, դրա օգտակարությունից եւ նաեւ տաղավարում հյուրընկալելու ենք մարդկանց, որոնք այդ ամենի մեջ են, ինչպես ասում են, բայց այս հատվածում դեռ շարունակենք մի քանի հետաքրքիր փաստի անդրադառնալ։ Այո, հատկապես այն մարդկանց համար, որոնք շատ սիրում են ուղարկել սթիքերներ, սմայլիկներ եւ ավելին կարծում են, որ եթե իրենց հաղորդագրությունը ուղարկվել է առանց սթիքերի, ապա իրենց վրա ժողովրդական լեզվով ասած մուննաթ են գալիս։ Եթե բարի գիշերը առանց սրտիկի է, ուրեմն այնքան էլ ի սրտե չէ։ Բարի լույսի կողքը չկա արևի սմայլիկ, ուրեմն ի սրտե բարի լույս չեն մաղթել։ Կամ գոնե ձայնավորները մի 3 հատ չեն։ Այո։ Բարև, այո։ Այնպես որ եթե ձեզ հետաքրքիր է, ապա սմայլիկը, այսպես ասած, կամ սմայլին ստեղծվել է 1982 թվականին, դա իրականում պարզապես ծրագրավորողների միջև կատակ էր, նրանք հասկացել էին, որ համապատասխան կոդը իրենից ներկայացնելու է այդ ժպտացող դեմքը եւ դարձել է սմայլիկը, որը հետագայում տարածվել, զարգացել եւ վերածվել է այն ներկայիս սթիքերներին կամ վիդեո սթիքերներին, էմոջիներին, որոնք մենք անընդհատ ուղարկում ենք միմյանց։ Եվ այս պատմական տվյալներից աստիճանաբար գանք մեր օրեր, այսօր պարզվում է 1 րոպեում ինտերնետում YouTube-ում դիտվում է մոտ 5 միլիոն վիդեո, պատկերացնում եք, ահա այդքան մեծ քանակություն ընդամենը 60 վայրկյանում։ Instagram-ում մարդիկ կիսվում են մոտ ուշադրություն 700,000 story-ով, պատկերացնում եք 700,000 story է տեղադրվում Instagram-ում 1 րոպեի ընթացքում։ Ահա, այսօր չնայած խորհուրդ է տրվում քիչ story-ներ անել, որպեսզի դիտողականությունը ավելի բարձր լինի, երբ մի հատ ես դնում, ավելի շատ են նայում, իսկ տարիներ առաջ պետք է հնարավորինս շատ story-ներ տեղադրեր, եւ գանք TikTok, այստեղ էլ 60 վայրկյանում դիտվում է ավելի քան 150 միլիոն վիդեո, պատկերացնում եք YouTube-ում 5 միլիոն էր, իսկ ահա TikTok-ում 150, որովհետեւ այստեղ վիդեոները կարճ են եւ ընդհանրապես երբ մտնում ես TikTok, ժամանակը կարծես կանգ է առնում։ Այո, հենց դա էի ուզում ասել, որ հաշվի առնելով իմ կախվածությունը այդ կարճ վիդեոներից, առհասարակ հեռախոսից եւ հատկապես TikTok-յան, Instagram-յան կարճ վիդեոներից, կարծում եմ այս 150 միլիոնի վերջին 50 միլիոնը ապահովում եմ ես, այո, ամեն րոպեի ընթացքում, բայց նաեւ նշենք, որ քանի որ խոսեցինք այն մասին, որ տվյալները, որոնք համացանցում կան, բնականաբար կան հասանելի տվյալներ, կան տվյալներ, որոնք այսպես ասած անձնական են եւ բնականաբար բազմաթիվ սերվերներ կան, որտեղ պահվում են այսպես ասած այս ինֆորմացիան, տեղյակ եղեք, որ իրականում ինտերնետի ծանրաբեռնվածության 90%-ը դրանք հանրային ինֆորմացիա չեն, 90% գերակշիռ մասը, այսինքն տվյալների երբեք չի հասել հանրային տարածք, դրանք փակ համակարգերում են կամ մասնավոր սերվերներում։ Եվ պարզվում է, որ անգամ Facebook-ն ունի արդեն storage-ի մասնավոր սերվերների խնդիր, որովհետեւ օրինակ ուղիղ եթերները աստիճանաբար հեռացվում են, այդ թվում մեր եթերները հաճախ արդեն եթերից հետո անմիջապես Facebook-ը հեռացնում է, դրա համար ձեզ խորհուրդ ենք տալիս մեզ հետևել մեր կայքում armradio.am սեղմեք դիտել եթերը կոճակը եւ մեր սեփական հարթակում կարող եք հետևել մեր վիդեո եթերներին։ Իդեպ այդ մասին ես Facebook-ի վերջին փոփոխությունից հետո հասկացա, որ քանի որ շատերս օրինակ Instagram-ը օգտագործում ենք որպես մեր ֆոտոների արխիվ, չէ, հասկացա, որ սա արդեն կարող է վտանգավոր դառնալ եւ ձեզ համար կարեւոր ֆոտոները բացի Instagram-ից կամ on-line հարթակներից սկսեք պահել նաեւ անձնական համակարգիչներում, հեռախոսներում կամ կրիչների վրա, որովհետեւ գուցե մի օր դրանք էլ մեզնից խլեն։ Իսկ դա կլինի մեզ համար աշխարհի վերջ։ Այո։ We could leave the Christmas lights up till January.
Have I known you 20 seconds or 20 years? Can I go where you go? Can we always be this close forever and ever? And take me out and take me home. You're my lover. We could let our friends crash in the living room. This is our place, we make the call. And I'm highly suspicious that everyone who sees you wants you. I've loved you 3 summers now, honey, but I want 'em all. Can I go where you go? Can we always be this close forever and ever? And take me out and take me home forever and ever. You're my lover. Ladies and gentlemen, will you please stand? With every guitar string scar on my hand, I take this magnetic force of a man to be my lover. My heart's been borrowed and yours has been blue. All's well that ends well to end up with you. Swear to be over dramatic and true to my lover. And you'll say all your dirtiest jokes for me. And at every table, I'll save you a seat, lover. Can I go where you go? Can we always be this close forever and ever? Take me out and take me home forever and ever. You're lover. The station with the best music. Best music. I love the music. Best music. 10-16 շարունակում ենք մեր ուղիղ եթերը, մեզ հետևեք 107.7 հաճախականությամբ Facebook-ում եւ armradio.am կայքում եւ հիմա արդեն ժամանակն է, որ զրուցենք մեր հյուրերի հետ։ Սիրով ներկայացնեմ նրանց, այսօր մեր հյուրերն են բլոգերներ, ըստ քեզ Insta Show-ի հիմնադիրներ Վարդան Վարդանյանն ու Նարեկ Բաբայանը, բարի լույս։ Բարի լույս։ Ըստ ձեզ, որն է եղել ամենահետաքրքիր փաստը, որը քննարկել եք շոուի ընթացքում։ Կամ որ առանձնացրել եք շոուի համար եւ այսպես իսկապես զարմացել եք։ Կարող եք յուրաքանչյուրը ձեր տարբերակը բնականաբար ասել։ Ես հեսա մտածեմ, հա։ Ես հիշեցի մի հատ։ Մենք մոտ 150 արդեն ունենք իրաց։ 200 ասեմ ավելին։ Հա, օքեյ։ Ինձ մեզ համար ավելի, լավ, իմ կողմից ես ասեմ, ավելի հետաքրքիր որ Հայաստանի հետ կապված ինչ որ բաներ ենք բացահայտում, որովհետև քանի որ մենք հարցերի պատասխանները նախապես չգիտենք, մեկս մյուսի, միշտ հետաքրքիր է որ ես Հայաստանի հետ կապված որևէ փաստ եմ բերում ու Նարեկը չգիտի դա ու ասենց շատ ավելի այտենց հետաքրքրական ինում։ Ու նաև մի ռիլ կա, որը այտենց շատ էր տպավորվել ու բավականին մեծ տարածում էր ստացել, այդ որ կանայք ավելի լավ են տեսնում թե տղամարդիկ։ Բավականին մեծ տարածում էր գտել, միլիոնից ավել մարդերն այ ու այտենց դրանց դու մենք լավ sense պիկ ապրեցինք էլի մեր շոուի ընթացքում։ Ես փաստ հիշեցի, որ ես զարմացել եմ ու նույնիսկ բանա Ռոմա ծերելը մեր որ նայեք, այտենց մի 3 րոպե ասում եմ հաստատ, բանա խոսում ենք ներդրումներից, ոնց որ ինչն է ներդրման առարկա հանդիսանում, որ sense տոп շատ մարդկանց մոտ է ու ջութակներ։ Կոլեկցիոնի ջութակներ են առնում մարդիկ ու ինքը շատ տարածված բան է, հա, ես իրոք զարմացել եի դրա։ Ես էլ զարմացա շատ, չգիտեի։ Բոլորի զարմացրեց այս փաստը։
հաստատ ջութական Հաշվի առնելով վերջին շրջանում արվեստի գործերի գողությունները, այո, շատ կարծես թե փոխվել են տենդենսները։ Արդեն զարմանալու չէ։ Իդեպ վեգա բռնացրի ինձ, որ երբ տվյալներ էինք հաղորդում եւ այնտեղից տեսա հյուրերը արդեն հետեւում էին մեզ, խիստ լարվեցի, որովհետեւ կաղողական ասեն սխալ բաներ եք ասել։ Մենք ուղղակի լսում ենք աղա հետաքրքիր փաստանենք ու հարց տայինք էլի իրար։ Այդ թեման էլ շարունակենք, ինչպես եք պեղում, որտեղից եք գտնում տվյալները եւ արդյոք եղել են դեպքեր, որ մարդիկ օրինակ ձեզ հետ կապվել են եւ ասել են, որ օրինակ այս տվյալը ճիշտ չէ, միգուցե իրենք սխալ են, բայց հետեւողականորեն օրինակ հետեւել են ձեր ասած տվյալներին։ Սկսեմ, մենք մի պահ իրար հետ էինք աշխատում, ես մասնագիտությամբ copywriter եմ, հայերեն գովազդագիր, ես այդ բառը սիրում եմ։ Վարդանը հետազոտող է, իր մասնագիտականն է ինֆո տենց տեղել է, իսկ ես ոնց որ վերլուծություններ եւ այլն հետազոտություններ անում եմ, որ կանոնամ գովազդ գրել։ Ու տենց ինչ որ ինֆորմացիա է կուտակվում մեջ, որ չգիտես հետդ ինչ անես։ Նույնը իմ մոտ, նույնը Վարդանի մոտ։ Ու ինչ որ պահի մենք իրար շատ շտվանից գիտենք էլի, բայց ինձ ստացվեց որ ինչ որ պահ իրար հետ աշխատեցինք, ասած այդ ինֆոն արի լցնենք ոնց որ բան, Instagram, TikTok մարդիկ գլորում են, թողոնել լավ բան գլորեն էլի, դա մի րոպեն գոնե թո մի բան իմանան։ Տենց ինչ ունեինք, սկսեցինք տենց իրար հարցնել, բան մենք իրոք գործի տեղի իրար ասես բաներ հարցնում ենք, չենք նստում տոփինգ էս ինչեր, բայց տենց իրար հարցեր տալիս էինք։ Ուղղակի տես ավելացան կամերաները, կոպիտ ասած, բայց շուտով սկսեց սպառվել մեր այս բանը բաշարել ու արդեն շնորհակալություն ChatGPT-ին եւ մեր ընկերներին, ChatGPT-ն լավ գործիք է իրականում եղելու, բայց մենք բանը պետք է ստուգել։ Պրեզենտացիա ունենք, մեջը գրած է triple checked information, ոչ թե double, այլ մեկ triple, sense տարբեր տեղերից նայում ենք որ ճիշտ լինի։ Տենց ես կավելացնեմ, որ արդեն կա ֆիքսված կայքեր, որտեղ տեսնում եմ, որ լավ տեղեկատվություն կա, դա մեկ աղբյուր եմ համարում։ Երկրորդ անարեք արդեն ասեց AI-ների օգնությունը միանշանակ այս դարում չես կարողանում ուղղակի դրանով մի հատ հաստատ ստուգել։ Երրորդ մեր ընկերներն են մեզ շատ ուղարկում նմանատիպ հարցեր, ասում կարողա ասես, ու արդեն գիտեն, որ պետքա առանձին ուղարկեն, որ մյուսը չիմանա, էլի հարցի պատասխանը։ Հետաքրքիր է, չէ՞ որ լրագրողական ոսկե կանոն են անկախ իրենցից, լրագրողական ոսկե կանոն կա ցանկացած ինֆորմացիա հրապարակելուց առաջ պետք է ստուգել անառնվազն 3 աղբյուրով։ Փաստորեն Ես մասնակցում սոցիոլոգ եմ ու մեր մոտ էլ է այդպես տվյալները շատ ա եղել ու շատ ենք էլի ստուգել։ Իսկ դեպք որ հետևորդները լինում է որ գրեն, այտենց զանգելու դեպք չենք ունեցել իրականում, բայց լինում է որ գրում են ու այտենց շատ որ ասեմ ատելության խոսքի պես գրում են, չէ, շատ քիչ է, կարելի է ատելություն, այլ օրինակ իրենք վստահ են որ դա ճիշտ չէ, ձեր տվյալ ինֆորմացիան միգուցե չի համապատասխանում իրենց գիտելիքներին եւ հակառակն են պնդում։ Լինում է որ ուղղակի գրում են էջին, բայց ես լինում է որ մի անգամ դեպք եմ հիշում որ գրել են ես էլ էի արդեն կասկածի մեջ ընկած նարեկ մոտ խնդրում ստորի ես որտեվ երկու սիտուացիա հիշել եմ հələ ասա տենամ այդ դրանց չեմ հիշում ես այնց ես կարամ մեկը նայեք ոնց էր ես ուզում էի բան անեի թվարկեինք Հայաստանի ամենահին համալսարանները երրորդ հանրապետության ու ինձ ասացին որ այս մեկը կա ինքը ոնց որ բացեք թողեմ շուտով սխալ է ստատիստիկան սենց էր ես հանում էի թե որը որ թվին է հիմնադրվել աղբյուրներում տարբեր թվականներ, տարբեր տրամաբանությամբ է մոտեցած թվականին։ Օրինակ, բանը հիմիկվա նուական ոնց է ճարտարապետական շինարարության համալսարանը նշված էր 1921 թիվ, եթե չեմ սխալվում։ Դա նշված էր իր ֆակուլտետ դառնալը։ Սովորաբար այդպես է։ Ահա, բայց կա նաև ուրիշ համալսարաններ, որ իր անկախանալու տարեթիվն է ֆիքսած։ Ու ես իմ մեջ տենց մանա եկե դուրս էի բերել իրանց հենց անկախ կառույց դառնալու բաները, ու մարդիկ ասում են, չէ, մեր համալսարանը ավելի շուտ է, ու հետո քանի որ մեր քրոնոն քիչ է, մենք տենց տեխնիկական բաներ վրա ժամանակ չենք ծախսում, ուզում ենք sense ինֆոնտեկ բան ռիլը փակենք, եթե ինչ-որ բան է, հետո կքննարկենք կոմենտներում։ Այտենց ուրիշ թվականներ էին այդտեղ, այն թվականներ էին, որտեղ իրենք դարել են առանձին կառույցներ։ Ես դա բացատրեցի, ժողովրդին մեզ դες մի քանի հոգի գրեց, մի քանի հոգի կոմենտ արեցին ու ոնց որ թե բնական process է։ Մեզ դա օգուտ է տալի որ կոմենտ։ Բացի դրանից իրականում շատ կան փաստերը, որոնց մեջ տարբեր տեսանկյուններից կարելի է նայել։ Օրինակ այսօր նշվում է ինտերնետի միջազգային օրը, բայց եւս մի ինտերնետի օր նշվում է մայիս ամսին, այսինքն իրականում սեպտեմբերին էլ ընտրել։ Հնարավոր է այսինքն մտնել եւ ինչ որ այսպես ասած ուղումներ անել, բայց քանի որ ռիլերի ձևաչափն է ընտրել, հետաքրքիր ինչպես ձևաչափի ընտրությունը տեղի ունեցավ, որովհետեւ ամենասկզբում երբ ինձ ինչ որ հատվածներ էին գալիս, թե TikTok-ում, թե Instagram-ում ձեր տեսանյութերից, ես կարծում եմ որ դա ինչ որ մեծ ոդքասթի հատվածներ են, ասում եմ մի օր կփնտրեմ ամբողջը կլսեմ, իրականում հետո հասկացա որ փաստորեն հենց ամբողջականն է։ Ես մի հատ կոմենտ հիշեցի, մեկը սենց լավ մունաթով է տառերով փոխանցել էր մունաթը, էլի։
Կարողա պետք է գնենք ման գանք ձեր երկաշոն link դրեք մի հատ, այդքան ծեր մոտավորապես։ Ես էլ դեպքիջեցի, որ հայրիկս Instagram չունի, ես որ Instagram-ում story է անում մեր ռիլերը, գնում էր ավտոմատ Facebook-ում դες կարճ էր, տղա ջախես դες կիսատ խոսում։ Մտ երկար խոսա, ասա էլի քաղաքներ որն է էս եմանա։ Բայց ինձ այդ կոպտասած ասացիք, ոնց որ սենց էր, մարդիկ երկար podcast են նկարում 2 ժամանակ, կտրտում լսնում են Instagram, որ տրաֆիկ տանեն, ախին երկար նկարում, անի կարճերը լսնենք Instagram։ Որտեղից նստում։ Այսօր իսկապես 5-10 վայրկյանից ավել էլ մարդիկ եթե առաջ 2-3 րոպեներ կրճատվեց մի րոպե ու կես, հիմա ավելի քիչ։ Մենք վիդեո ունենք 8 վայրկյան է մարդու ուշադրությունը մնում ինչ-որ բանի վրա։ Եվ իրականում եթերներից մեկի ընթացքում ես ու Սևակը նույնիսկ քննարկում էինք, որ այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ այս կարճ վիդեոների ֆոնին երբ ֆիլմ ես դիտում, մի տեսակ քեզ շատ պրոդուկտիվ ինչ-որ բան ես անում, այսպես պլյուս ես դնում, այսօր ֆիլմ նայեցի։ Առաջ դա էլ չէ, ինչ որ ուղղակի ժամանցի մի մաս էր։ Դժվարությամբ եք ֆիլմ դիտում հիմա։ Շատ։ Ես վերջերս մետրիլին զուգարկեցին, որ ADHD ունեցող մարդկանց համար կինոթատրոն է։ Այո, կողքից։ Ու բան են անում, ήλիկով շուտ գործ են անում, ունայում են։ Ես բանը Տարանտինո ստուգած ինֆորմացիա չի, այտենց լսել եմ, կարող է սխալ եմ ռեժիսորի անունն ասում, Տարանտինոն մոտավորապես ասում էր թարգում եմ կինո նկարելը, որովհետև մարդիկ այդ ինչ են անում, դնում են հեռախոսով հետը հաց են ուտում, էլի, ասում եմ դա մի մեծ արվեստ է, եկեք կինոթատրոն ու դրան հատկացրեք ժամանակը, ես համաձայն եմ իրականում դրա հետ։ Կինո էստան, կինոն է։ Իրականում վերջերս էլ հենց մի փաստ էլ ես ասեմ, Netflix-ը ինչ որ նոր ձևաչափի անցել ֆիլմերի, հաշվի առնելով այն, որ զուգահեռ հենց հեռախոսի մեջ են մտնում, հիմա այսինքն ասում են, որ եթե շատ ուշադիր լսեք, ուշադիր նայեք ժամանակակից ֆիլմերը, հատկապես այդ կարճ կզգաք, որ դերասանը կարծես նկարագրում է, թե ինչ է կատարվում, օրինակ։ Այ հիմա որ մենք նստած ենք այս ստուդիայում, այսինքն նկատի են ունենում, հաշվի են առնում, որ գուցե իրենց նաև չեն նայում։ Երկար տարիներ տղաներ համարվել է, որ Հայաստանում կրթական կոնտենտը չի սպառվում, չունի լսարան, որ պիտի կամ հումորային վիդեոներ տեղադրես, կամ lifestyle, կամ ամբողջ ընտանեկան խոհանոցը ցույց տաս, որպեսզի դիտեն։ Կարող ենք ասել, որ դուք հակառակը ձեր կոնտենտը ապացուցել է ինչ տենդեցներ կան։ Ամեն դեպքում հետաքրքիր է կրթական կոնտենտը մարդկանց։ Ես ուզում եմ մի անգամից կարճ պատասխանեմ, այո։ Մենք էլ ամենասկզբից այդ խնդիրը տենց պատկերացնում ենք, որ մենք ոնց որ թերթում էինք, մենք ինքներս թերթում ենք ու հասկանում ենք ինչ ենք նայում, հատկապես կներեք, բայց TikTok-ում շատ վատ բաներ էր գալի։ Իրականում ինչքան է շատ լավն է TikTok-ի ալգորիթմը, լավ բաներ եմ, լավ բաներ գալի, բայց ամեն դեպքում շատ աղբ կար։ Ու հասկանում ենք, որ նարպես մեզ կանայեն, որ sense բան անենք, ասում ենք, արեմ ինչ-որ հետաքրքիր հարցերից գանք ու ֆորմատային փորձենք մարդկանց տեսանենք, չմեղադրենք, ասենք իրանք վատ բան են նայում։ Եթե լավ բան ստեղծես, միգուցե հենց դա էլ նայեն ու դա հիմք ընդունելով արեցինք ու մի բան հիշեցի, որ մենք ունենք հարցեր, որոնք այսպես ասած գիտենք, որ լավ են գնալու, օրինակ հորոսկոպի հետ կապված հարցեր։ Ինքս սոցիոլոգ լինելով չեմ հավատում հորոսկոպին, գիտեմ ինչպես է դա գրվում, ասենց ասած, բայց գիտենք, որ այդ տեսակ հարցերով կարում ենք մարդկանց բերենք ու հարցերը ունենք, որ իրոք մենք ուզում ենք ասել ու այդ հարցերն էլ անպայման դնում ենք, զուգահեռ ենք տանում էլ իրար։ Մոտավորապես տրամաբանությունը հետևելն էր բանը վառոնկա կա, չէ՞, որ մարքեթինգում է հիմնականում այդ ոնց են հաճախորդներում մենք սենց էինք անում, անենք վիդեոներ, որոնք սենց հայփ կանեն, լավ կգնան, դրանցով ներգրավել մարդկանց ու ծանր ինֆորմացիա տալ մեծ հետևող մարդկանց։ Ու ես հիշում եմ, որ երբ որ սենց էջը բացինք, ասենք ախպեր post-ենք, ասենք մի հատ Instagram-եք դրեմ, մի հատ TikTok, ասենք եթե 5000 view հավաքեց, շարունակենք, Instagram հավաքեց 1200, 500, չգիտեմ, հաջորդ տարի դարձանք TikTok-ում 70000 գնացինք։ Եվ բացի դրանից կարծում եմ հատկապես այնպիսի հարթակներում, որտեղ կարծում ենք, թե աղբը շատ է, առավել եւս կա կրթական կոնտենտի կամ ավելի լավ կոնտենտի անհրաժեշտություն, որովհետեւ կարծում եմ հենց այդպես է այդ բալանսը պահվում։ Եվ կարծում եմ կան նաեւ շատ նման էջեր, որոնք միգուցե նաեւ ձեզանից են ոգեշնչվել։ Այսօր ընդհանրապես մոդա է, թերթում ես 2-3 վիդեոն մեկ, ինչ որ մարդ մեծ միկրոֆոնը դեմը դրած, որտեղ է դա ինչ ստուդիա։ Առաջ դա եթե կար, ուրեմն ռադիոյում էլ կամ հեռուստատեսությամբ, հիմա չգիտենք, բոլորը այդ նույն ձևով են կարծես թե փորձում ինֆորմացիան հաղորդել, հաճախ հայտնի էլ չէ դիմացը հարց տվող կար թե չկար, մարդիկ խոսում չեն նայ։ Դա մի քիչ ծավալի է։ Եվ կներեք մի հետաքրքիր բան եմ կարդացել LinkedIn-ում, ասում էր Չինաստանում նոր օրենք պետքա դուրս գա ու պետքա, մասնագետները պետքա կարծիք կարողանան արտահայտել, այսինքն եթե դու բժշկական խորհուրդ ես տալի, դու պետքա ունենաս բժիշկ, պետքա ունենաս լիցենզիա, դրա համար ու կանաս նոր խորհուրդ տաս։ Իսկ մեզ մոտ կարողա թերթես ու հասկանաս ֆրանսանոց մարդ, ասում
Ինչ որ ցանկացած 7 կիլո կարող նիհարել այս հատկապես այդ դիետաները, իդեպ այդ նյութը ես էլ կարդացի, պահանջելու են, որ դու ունենաս դիպլոմ այն թեմաների, որոնցից խոսում ես, իսկ բժշկական, այսինքն օրինակ դեղերի գովազդը առհասարակ արգելում են ինֆլուենսերներին, ինչը անկեղծ լինեմ, կարծում եմ հրաշալի է, որովհետեւ դա Հայաստանում լինի, ինչքան մարդ անգործ կմնա։ Բոլորս խորհուրդ ենք տալիս այն մասին, ինչից ամենայն հարգանքով, որքան դիետոլոգներ եւ սննդաբաններ, որովհետեւ Հայաստանում ցավոք կա այդ միտումը, որ եթե դու նիհարել ես, կտրուկ դու դրանից հետո սննդաբան ես կարող ես ավելի բան կա, եւ երեխաս ունենում կարող ես արդեն տղաներ հիմա այն դարում ենք ապրում, երբ հաճախ համացանցում եւ համացանցի միջոցով հայտնի դարձած մարդկանց արդեն լինում են առաջարկներ գալ ավելի լուրջ ինստիտուցիոնալ հարթակներ, հեռուստատեսություն, ռադիո, ձեզ նման առաջարկներ օրինակ եղել են, ոդկասթը ավելի շուտ ինստա շոուն տեղափոխել օրինակ հեռուստատեսություն։ Մենք մի հատ առաջարկ ունեցել ենք հաղորդում վարելու, բայց եկեք չասեմ, դա ինչ որ մենք հրաժարվեցինք։ Եղել է հրավիրել են հյուր sense այս ֆորմատով, բայց որ sense տեղափոխվել ու շարունակել այդտեղ, չէ, ես ավելի շատ հակառակ միգրացիան եմ իրականում տեսնում, որ TV-ն է գալիս լցվում սոսկայքեր։ Դեռ տես առաջարկ չկա ու ավելի շատ մեր ընկերների կողմից առաջարկներ կա տարբեր պրոյեկտներում ներգրավելու, բայց ոչ TV։ Եվ ավելի շատ այդ ուղղությամբ ենք մենք այս բանը մտածում։ Այ հենց քանի առաջարկներից ու ապագա մտքերից էլ խոսում ենք, ինչ առաջիկա պլաններ կան, գուցե օրինակ մարդկանց պահանջը, որ ավելի երկար թող լինի, ուր է ամբողջական լինքը, գուցե չգիտեմ, ավելի մեծ podcast եք պլանավորում կամ նոր ձևաչափեր, ինչ պլաններ կան առաջիկայում։ Ասեմ, մենք վարձել ենք ստուդիա հիմա, այսքան ժամանակ մի հատ մոտիվացիոն խոսք եմ ես ասում, մենք նկարում ենք մեր ընկերոջ տեխնիկայում, մեր տանը, Վարդանես տանը, օպերատորի տանը, այտենց գտած բաներով, այդ մեր ֆոնը հին, սերվանտա սովետական, սովորական, մեր տանը մեր ֆոնին պետք է ասել, հա, տենց հիմա արդեն մեր ռեսուրսները հերիքում մենք ունենք հովանավորներ եւ այլն հերիքում որպեսզի մենք արդեն ստուդիա վերցնենք, վարձել ենք, հիմա ասենց շինարարության գծի կահավորման փուլում ենք, հեսա դա լինում է, ունենք եւ ըստ քեզի ուրիշ ֆորմատի իդեաներ, մեկը արդեն նկարված կա, սփոյլանեմ ինչ է։ Ասա, որտեղ շուտ լինել։ Հա, արդեն լոկացիաներով ենք գնում ու տեղում խոսում ենք այդ տեղի մասին, ինչ որ փաստի մասին, հա, կարծում տենց ամբողջ Հայաստանով կպտտվենք։ Կարող է գալ իդեպ ռադիոյում են կան հետաքրքիր բացեր, մենք մեր 100-ամյակին ենք պատրաստվում, այնպես որ կարելի է հետաքրքիր տեսանյութ նկարել այդ թեմայով։ Այո, 2026-ին Հանրային ռադիոն կդառնա 100 տարեկան, այնպես որ այո, իսկապես։ Իդեպ ասեմ, իդեպ Սևակ, ըստ քեզ։ Քանի երկիր է եկող տարի նշելու իր ռադիոյի 100-ամյակը։ Օ, նման վիճակագրություն կա։ Ավելի քան 10 բազմաթիվ երկրներ։ Իրականում ես ուսումնասիրում էի հասկանալու համար այլ երկրների ռադիոները քանի տարեկան են եւ բազմաթիվ երկրներ, օրինակ իտալական ռադիոն նույնպես 2026-ին է նշում իր ռադիոյի 100-ամյակը։ Սցենարը գրեցիր բրիտանական հաստատական բրիտանիա կդնենք։ Շատ բարի տղաներ, ձեզ հաջողություն ենք մաղթում, իսկապես հաճելի է, երբ թերթում ես եւ զվարճալի, երբեմն տխուրի, երբեմն, չգիտեմ, տրագիկոմեդիայի արանքում նաեւ կա կրթական։ Բայց ես բողոքել ունեմ, մի րոպե, ինձ դուրս չի գալիս, երբ դուք հորիզոնականը դուք եք, չէ՞, հորիզոնականներից մեկը մեկ բաց թողնում, ասում եք դակել, ես դեմ եմ, ինձ դա դուրս չի գալիս։ Երբեմն հորիզոնականներից մեկը բաց եք թողնում, ասում եք դա էլ դուք եք։ Ես շատ նյարդայնանում եմ։ Ես չեմ ցանկանում մտածել, ես TikTok-ում այնպես որ բողոքում եմ, չէ, իրականում իսկապես շնորհակալ ենք թե կոնտենտի համար, որը իսկապես հետաքրքիր է, թե առավոտը մեզ հետ սկսելու, ձեզ հաջողություն ենք մաղթում, թե նոր բոլոր ձևաչափերում, որ կունենաք առաջիկայում, թե առհասարակ։ Շնորհակալություն մեզ։ Ուրախ ենք օրը ձեզ հետ սկսել, մենք մեր հյուրերին հիմա ճանապարհենք, կլուսանկարվենք նրանց հետ եւ կվերադառնանք ու կշարունակենք խոսել համացանցից։ Մի տեղ կա, որ քեզնից մի բան կա
խաղից մեծ տեղ չես գտնի այդտեղ ավելի վեր խավարը քոն ներքո մուցես վերը չի տանի մեկը ավելի վեր բայց դե քո տեղը չի փոխի ոչ մեկը դու մոտ ես բայց հեռվում ես լուր ես մտքումս խոսում ես քնած եմ միշտ արդում ես ես հայտնվում եմ դու վերանում ու դե մի օր դու կասես չէ սարի սպիտակ ձյունակ դառնա սև ու դե մի օր դու կասես չէ արև դու մուտքը տար ուրիշ տեղ մի օր դու կասես չէ սարի սպիտակ ձյունակ դառնա սև ու դե մի օր դու կասես չէ արև դու մուտքը տար ուրիշ Սուրճ ու սեր առավոտից։ Շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումը 10:35 օրը չորեքշաբթի է հիշեցնենք եւ դուք լսում եք Հայաստանի հանրային ռադիոն եւ դիտում նաեւ Facebook-յան հարթակում եւ armradio.am կայքում մեզ կարող եք տեսնել զրուցարանի հատվածում գրել ձեր մեկնաբանությունները։ Մենք խոսում ենք համացանցի մասին եւ նշեցինք, որ Սևակ ամենասկզբում ասաց, որ ինչպես ցանկացած երևույթ, այնպես էլ համացանցը ունի իր բացասական կողմերը եւ բնականաբար դրանցից մեկն այն է, որ մարդիկ շատ հաճախ համացանցում խոսում եւ ասում են բաներ, որոնք իրական կյանքում չեն ասի եւ անհեթեթությունները on-line շատ անում են։ Բայց վերջին շրջանում կա նաեւ միտում մարդկանց ստիպելու պատասխան տալ այն անհեթեթությունների համար, որ այո, ինչպես ասում են, հերիք եղավ, ոլ եղավ, քիչ առաջ Արամեն Պետրիներ մեր եթերից երգում եւ նման եզրահանգման է եկել նաեւ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը եւ դատի է տվել ամուսնու հետ միասին բոլոր այն մարդկանց, որոնք պնդում էին իբրև թե նա հասարակությանը դիմել եւ իրականում տղամարդ է ծնվել 10 մարդ կանգնի դատարանի առջև Ֆրանսիայի առաջին տիկնոջ դեմ սեքսիստական կիբերոտնձգության համար, այսպես ասած, մեղադրանքը այսպիսին է։ Այս մասին կարծեմ ձեզ պատմել ենք, որ կային մարդիկ, որոնք համացանցում ինչ որ լուրեր էին տարածում այն մասին, իբրև թե Բրիջիտ Մակրոն անունով կին գոյություն չունի, նա ծնվել է որպես տղամարդ եւ այլն, եւ արդյունքում ինչ որ պահի նախագահը եւ առաջին տիկինը որոշել են, որ պիտի արդեն դատի տան եւ 41-ից 60 տարեկան 8 տղամարդ եւ 2 կին, ինչպես արդեն նշեցի, կկանգնեն Փարիզի քրեական դատարանում հենց այս մեղադրանքով։ Նրանք նաեւ սեռական կողմնորոշման վերաբերյալ ինչ որ մեկնաբանություններ էին արել, ինչպես նաեւ գիտենք, որ տարիքային տարբերությունը առաջին տիկնոջ եւ Ֆրանսիայի նախագահի մեծ է, ժամանակին Բրիջիտ Մակրոնը որպես ուսուցիչ աշխատել է այն դպրոցում, որտեղ սովորում էր Ֆրանսիայի ներկայիս նախագահը եւ այդ ամենը միասին դարձել է ինչ որ հերյուրանքների պատճառ եւ տարօրինակ, այսպես ասած, արտահայտություններ են ուղղվել նախագահի տիկնոջը, այնպես որ դատավարությունը շուտով կսկսի եւ մենք կտեսնենք, թե ինչ պատիժ է նախատեսվում այս մարդկանց համար։ Այո, հաճախ թվում է, որ նման մարդիկ ուշադրություն չեն դարձնում ինչ են խոսում իրենց մասին, բայց ինչպես բոլորս քաղաքական գործիչները հայտնի մարդիկ եւս մարդիկ են, ինչպես ասում են, եւ նրանց կարող են հունից անել այն մեկնաբանությունները, այն բամբասանքները, որոնք իրականության հետ կապ չունեն։ Եթե հիշում եք, ժամանակին նման բամբասանք կար նաև Միշել Օբամայի վերաբերյալ, նույնը պնդում էին Ամերիկայի առաջին տիկնոջ վերաբերյալ, եւ հետաքրքիր է, որ այս մարդիկ էլ հաճախ դիմում են նաև դատական ատյաններին ապացուցելու հակառակը եւ պատժելու։ Եվ շարունակենք լուրերի շարքը, գիտեք, վերջերս Քիմ Քարդաշյանի հետ կապված առողջական խնդրի մասին նորություն տարածվեց եւ ահա հայազգի հեռուստաաստղը երկրպագուներին ներկայացրել է Քարդաշյանները շոուի վերջին դրվագի ժամանակ իր ախտորոշման մանրամասները։ Նա պատմել է թեստի արդյունքներից հետո, որ ստիպված է եղել ուղեղի եւս մեկ հետազոտություն անցնել եւ նշել, որ այդ ընթացքում ամեն ինչ շատ վախենալու էր, բայց այժմ ամեն ինչ վերահսկողության տակ է, խուճապի մատնվելու պատճառ չկա եւ Քիմը նաեւ անոնսել է բաց չթողնել սերիալի հաջորդ դրվագը նման
մեկնաբանությունները հաճախ թույլ են տալիս մարդկանց ենթադրելու, որ միգուցե նման լուրերը այդքան էլ ճիշտ չեն եւ այսպես հայտնիները փորձում են ուղղակի, ինչպես ասում են, լսարանին տակ պահել եւ չկորցնել իրենց միլիոնավոր, երբեմն միլիարդավոր դիտումները։ Ամեն դեպքում, եթե իսկապես Քիմի մոտ ախտորոշվել է ուղեղի հետ կապված խնդիր, մենք մեր հայազգի հեռուստաազգին առողջություն ենք մաղթում։ Այո, առողջություն ենք մաղթում Քիմին եւ վերադառնալով Փարիզ եւս մի անհեթեթ գողության լուրի անդրադառնանք, գիտեք վերջին օրերին անընդհատ մարդկանց ուշադրությունը Լուվրի կողոպուտին է ուղղված, արդյոք զարդերը կգտնվեն, կվերադարձվեն, այս մասով երկու ձերբակալություն է եղել, երկու կասկածյալ է ձերբակալվել, դեռ լուրեր չկան, բնականաբար հետաքննություն է ընթանում եւ չկա հստակ տեղեկատվություն այն մասին, արդյոք իսկապես նրանք այն մարդիկ են, որոնք որևէ կապ ունեցել են գողության հետ, թե ոչ, զարդերը կվերադարձվեն, թե ոչ, բայց գոնե եղած եւ չգողացված զարդերի անվտանգությունն ապահովելու համար, քանի որ բնականաբար կողոպուտից հետո պարզ դարձավ, որ անվտանգության մասով Լուվրը շատ լուրջ խնդիրներ ունի, բաց թողումներ կամ անվտանգության հետ կապված, որոշվել է, որ զարդերը թանգարանից 500 մետր հեռավորության վրա գտնվող բանկում կպահվեն հատուկ, այսպես ասած, պահպանվող տարածքում, որը գտնվում է 26 մետր խորությամբ գետնի տակ եւ այնտեղ պահվում է Ֆրանսիայի ոսկու պաշարների, եթե չեմ սխալվում, շուրջ 90%-ը Դա Վինչին պատկանող ինչ-որ իրեր են այնտեղ պահվում եւ քանի դեռ այսպես ասած չի լուծվի Լուվրի անվտանգության հարցը, հատկապես Ապոլոն սրահի մասին է խոսքը, որտեղից զարդերը գողանալու համար ընդամենը րոպեներ էին պահանջվել, այն ամենը ինչ մինչ այդ ցուցադրված էր այնտեղ կպահվի բանկում այս համապատասխան պահոցում։ Իրավիճակային լուծում են գտել, որպեսզի պահպանեն արժեքները, հուսանք, որ Լուվրը իսկապես այդ շքեղությանը համապատասխան կունենա նաև անվտանգության համակարգ։ Վեգա, շարունակելով տղաների ֆորմատը, ինձ հետաքրքիր է, ըստ քեզ որն է այն երկիրը, ուր ամենաշատ մարդիկ ցանկանում են գնալ ոչ միայն զբոսաշրջային տեսանկյունից, այլ օրինակ բնակություն հաստատելու։ Միացյալ Նահանգներ։ Հիմա կտեսնենք, ընդհանրապես եղել է պահ, երբ որոշել ես օրինակ մտածել ես բնակության վայրը փոխելու մասին։ Եղել է իրականում, եղել են նման մտքեր, պարբերաբար ցավոք ունենում եմ, կարծում եմ բոլորս էլ գոնե մի անգամ մտածում ենք, որ գուցե ես այլ երկրում պիտի ապրեի, այո։ Եվ ամենևին դա կարող է կապված չլինել մեր հենց երկրի հետ, դա կարող է կյանքի ինչ-որ փուլ ունել, այո։ Եվ ահա կա հետազոտություն First Move International-ի փորձագետները կազմել են երկրների ցանկ, որոնք մշտապես զբաղեցնում են տեղափոխման լավագույն ուղղությունների շարքը եւ հաշվի առնելով համացանցի օրներ այսօր, ասենք որ Google-ում գլոբալ որոնումների վերլուծությունը ցույց է տալիս, որ Կանադան գլխավորել է այս ցանկը, այստեղ այս երկիր տեղափոխվելու վերաբերյալ 269220 որոնում կա Google-ում, այսինքն մարդիկ փնտրում են թե օրինակ ինչպես տեղափոխվել Կանադա կամ Կանադա տեղափոխվելու համար ինչ է անհրաժեշտ եւ երկիրը գերազանցել է ուսումնասիրության մեջ ընդգրկված 74 այլ ուղղությունների, իդեպ սա երկրորդ տարին անընդմեջ է, որ Կանադան առաջին տեղում է։ Ահա Ավստրալիան է երկրորդ տեղում, 207900 որոնում կա Google-ում, թե ինչպես տեղափոխվել Ավստրալիա, կարծում եմ սա այն շրջանն է, երբ մարդիկ որոնել են օրինակ խիստ ցուրտ ձմռանը, որովհետև Ավստրալիայում հակառակն է, հիմա երբ մենք օրինակ մոտենում ենք ձմռանը, այնտեղ ընդհակառակը ամառային եղանակ է, հաճախ լինում է, չէ, որ հոգնում ես այդ ձյունից, ցեխից, անձրևներից եւ ասում ես ինչ լավ կլիներ ես ապրեի մի տաք երկրում։ Եվ ահա երրորդ տեղում Իռլանդիան է, զմրուխտե կղզի, կարող է տեղափոխվել այն մարդիկ, ովքեր որոնումներ են արել եւ մոտ 179400 որոնում կա, իսկ չորրորդ տեղում Նոր Զելանդիան է, Ճապոնիան ահա 5-րդում է։ Շատ զարմանալի է, բայց խիստ եվրոպական երկրներ առաջին հնգյակում կարծես թե չկային եւ լավագույն տասնյակը եզրափակենք, ահա Պորտուգալիան 6-րդ տեղում է, այստեղ ես կարող եմ ունենալ վիճակագրության իմ փոքր ներդրումը, Կոստա Ռիկա, Իսպանիա, Նիդերլանդներ եւ Թայլանդը եզրափակում է լավագույն տասնյակը ամենաշատ որոնվող երկրների։ Հետաքրքիր է, ինձ հատկապես ԱՄՆ-ն չկար, հետաքրքիր է եւ ինձ հատկապես զարմացրեց Ավստրալիան, որովհետեւ հաշվի առնելով կենդանատեսակների բազմազանությունը այնտեղ եւ այն տեսանյութերը, որ ավստրալացիները հաճախ հրապարակում են, թե ինչ կենդանիներ են օրինակ գտնում իրենց բնակարաններից, ինձ միշտ թվացել է, որ Ավստրալիան վախեցնում է մարդկանց, բայց սա փաստորեն ոչ, այն ապրելու համար, այսպես ասած, հետաքրքիր վայր է համարվում։ Եթե ըստ քեզի ֆորմատում լինենք եւ տղաները ինձ հարցնեն, օրինակ առաջինը ես կասեի Միացյալ Նահանգներ, հաշվի առնելով այդ American Dream, չէ,
հասկացությունը շատերի համար երազանք է հայտնվել օվկիանոսից այն կողմ եւ ունենալ այդ ապրելու իրավունքը, բայց պարզվում է ըստ այս հետազոտության Միացյալ Նահանգները լավագույն տասնյակում տեղ չուներ։ Հետաքրքիր է, մեկ այլ հետաքրքիր նորություն ունենք Հայաստան տեղափոխվող միջազգային փորձը գալիս է Հայաստան, հետաքրքիր իրադարձությունը տեղի ունենալու նոյեմբերի 7-ին, գուցե իդեպ առաջիկայում հյուրընկալենք նաև կազմակերպիչներից ինչ որ մարդկանց եւ զրուցենք նրանց հետ այս թեմայի շուրջ։ Երևանը միանում է Bring Your Own Beamer BYOB նախաձեռնությանը, եթե փորձենք ինչ որ կերպ բառացի թարգմանել, կստացվի բեր քո սեփական պրոյեկտորը։ Սա համաշխարհային նախաձեռնություն է, նախագիծ է համաշխարհային, որը դեռևս 2010-ից է սկսվել եւ արդեն իրականացվել է այնպիսի երկրներում, ինչպիսիք են, այնպիսի քաղաքներում, ինչպիսին է Բերլինը, Նյու Յորքը, Տոկիոն, Սան Պաուլոն, Լոնդոնը, Ամստերդամը եւ այս համաշխարհային շարժումը հասել է նաեւ Երևան, ինչպես արդեն նշեցի, նոյեմբերի 7-ին է իրականացվելու Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքում։ Հիմա ավելի մանրամասն ներկայացնեմ, թե ինչ է սա, սեվակ շատ հետաքրքիր ձևաչափ է։ Տարբեր արտիստներ, վիզուալ արտիստներ, մարդիկ, որոնք օրինակ տեսանյութեր են նկարահանում, անիմացիա են կարողանում անել, մի խոսքով ինչ որ վիզուալ արվեստով են զբաղվում, կարող են պարզապես վերցնել իրենց պրոյեկտորը կամ իրենց իլյուստրացիան, այսինքն այն վիզուալ ձևը արվեստի, որը նախընտրում են, այո, եւ պարզապես ինքնուրույն գալ, անգլերեն ասած set-up լինել, տեղադրել այդ տարածքում եւ ներկայացնել իրենց արվեստը։ Որևէ համակարգող չի լինելու, որևէ ինչ որ հստակ աջենդա, այսպես ասած, օրակարգ չի լինելու, յուրաքանչյուրը ազատ է չի լինելու ժյուրի, չեն լինելու կանոններ, յուրաքանչյուրը ազատ է բերելու եւ ներկայացնելու իր արվեստը այնպես, ինչպես ցանկանում է։ Դե իսկ մարդիկ էլ արվեստասերները կարող են այդ տարածքում լինել, շրջել եւ ծանոթանալ արվեստագետների ստեղծագործություններին հենց իրենց կողմից, իրենց նախընտրած ձևաչափով ներկայացված, կարծում եմ շատ հետաքրքիր ձևաչափ է։ Այո, հաճախ մենք ունենում ենք մտքեր, բայց անգամ բարձրաձայնել մեր մտերիմների եւ ընկերների մոտ երբեմն վախենում ենք ծաղրական մեկնաբանություններից զերծ մնալու համար, իսկ ահա սա բաց ֆորմատ է, երբ հանրության աչքին կարող եք ներկայացնել եւ դրա համար չդատվել։ Մենք շարունակում ենք եթերը, մեկ ռետրո հաճելի հիթ լսենք եւ կվերադառնանք։
Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանցե 49 շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումը եւ հիշեցնում ձեզ, որ այսօր հոկտեմբերի 29-ն է, օրը չորեքշաբթի եւ այսօր չենք ասել վեգա տարվա ավարտին, քանի օր է մնացել, ընդամենը 63 օր եւ մենք կավարտենք 2025 թվականը։ Հոկտեմբերի ամիսն էլ ավարտվում է, նոյեմբերն ու դեկտեմբերը քաոտիկ շրջան է, չէ՞, սկսվում բոլորիս մոտ, թե աշխատանքային, թե ամանորյա պատրաստությունների հետ կապված։ Իսկ հա մենք այսօր շարունակում ենք խոսել ինտերնետի մասին եւ վեգան հետաքրքիր է, չնայած հարցազրույցի ընթացքում էլ տղաների հետ բազմիցս նշեցիր, երևի այն հարթակը, որտեղ ամենաշատ ժամանակն ես անցկացնում TikTok-ն է, քեզ համար։ Չէ, երևի ավելի շատ, չէ, եթե անկեղծ ամենաշատ անցկացնում եմ Telegram-ում, որովհետև չաթերն են, բնականաբար Telegram-ը հարթակ է, որտեղ աշխատանքային անձնականի հետ է խառնված, թե անձնական նամակագրությունն եմ Telegram-ով պահում, թե աշխատանքային նամակագրությունը, այնպես որ իրականում դա Telegram-ն է, իսկ ժամանցի, ես կասեի կախվածության առումով, որովհետև արդեն նույնիսկ այդ ժամանցային կոմպոնենտը չեմ էլ զգում եմ, որ ավելի շատ պարզապես կախվածությունն է պատճառը, դա, այո, Instagram-ն ու TikTok-ն են այդ կարճ վիդեոները, որոնք ցավոք ամբողջովին կլանել են մեր ուղեղը, իդեպ այս մասին մի ուսումնասիրություն կա, սևակ հոգեբանները պնդում են, որ այս կարճ վիդեոները պատճառ են դառնում շատ դեպրեսիաների եւ առհասարակ օրվա ընթացքում մեզ ուղեկցող տխրության ֆիզիոլոգիական պատճառներով, այս կարճ վիդեոները արհեստական դոֆամինի հսկայական չափաբաժնով են մեզ ապահովում, ինչը մեր ուղեղը իրականում չպիտի ստանա այդ ծավալներով եւ արդյունքում այն փոքր իրական ուրախությունները, որոնցով մենք իրականում պիտի դոֆամին ապահովեինք մեր ուղեղի համար, դադարում են մեզ համար այդքան հրաշալի լինել, լավը լինել օրինակ ընկերների հետ անցկացրած ժամանակը կամ առավոտյան սուրճը, հետեւաբար այդ մշտական տխրության եւ նյարդային խնդիրների հետևում շատ հաճախ համացանցի հենց այս կարճ վիդեոներն են, այնպես որ փորձեք սահմանափակել դրանք։ Կլանել են մեզ բոլորիս եւ հաճախ գիտակցում ես, որ նույնը հանդիպել ես ընկերներիդ, էլի շարունակում ես դրանք դիտել աշխատավայրում, երբեմն դա ազդում է մեր արդյունավետության վրա ճանապարհին քայլելիս, մի տեսակ կարծես հանձնվել ենք հոսքին եւ չենք էլ փորձում պայքարել, բայց երբեմն երբ գալիս է այդ գիտակցությունը, որ ինչ եմ ես անում այսքան ժամ հեռախոսի մեջ, որևէ արդյունավետ բան չարեցի, նույնը, ավելի շատ Instagram-ը դե բնականաբար, այստեղ հաճախ նաեւ գործնական չաթերն էլ մեկ-մեկ գալիս են այստեղ, դե WhatsApp հավելվածը, որտեղ հիմնականում աշխատանքային չաթերն են ամբողջ օրը այստեղ ենք եւ ինչու ոչ նաեւ YouTube-ը։ Այո, YouTube-ը ես ավելի քիչ եմ վերջին շրջանում ցավոք հետևում YouTube-ին, բայց այո, գիտեմ, որ շատերի համար սա նույնպես դեռ նախընտրելի հարթակ է։ Իսկ երբ եթերում ենք նաեւ լրատվական տարբեր կայքեր, հարթակներ եւ եթերի ժամի ավարտին նաեւ մի քանի սպորտային լուրեր ձեզ ներկայացնենք։ Ցավոք տխուր մի լուրով պիտի սկսենք այս հատվածը։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է 3 խաղով։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից են այս մասին հայտնել հոկտեմբերի 14-ին Դուբլինում անցկացված աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Իռլանդիա-Հայաստան մրցախաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի ավագ Տիգրան Բարսեղյանը կարմիր քարտ ստացավ 52-րդ րոպեին մրցակցի հետ վիճաբանության ժամանակ նրա դեմքին գլխով հարվածելու համար եւ արդյունքում FIFA-ն որոշում է կայացրել հավաքականի ավագը որակազրկվել է 3 խաղի համար նա բաց կթողնի նոյեմբերին կայանալիք 2 ընտրական հանդիպումները Հունգարիայի եւ Պորտուգալիայի դեմ նաեւ ազգային թիմի եւս 1 պաշտոնական խաղ։ Ահա։ Եվ գանք ծանրամարտի ոլորտ, ասենք որ մեր ծանրորդները սկսում են պայքարը Եվրոպայի երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների առաջնություններում ծանրամարտի ֆեդերացիան հայտնում է, որ այսօր Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունենալու է 3 մասնակից։ Երևանի ժամանակով ժամը 17-ին մեդալի համար կպայքարի 58 կիլոգրամ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը, իսկ ահա ժամը 19-ից իրենց մրցույթները կսկսեն, մրցելույթները ավելի ճիշտ 60 կիլոգրամ քաշայիններ Գառնիկ Չոլակյանը եւ Սեյրան Խուդանյանը։ Մենք հաջողություն ենք մաղթում եւ սրտադրոպ կհետևենք այս մրցելույթներին եւ բազմիցս էլ նշել ենք, հիմա էլ կասենք անչափ հաճելի է, երբ մեր ծանրորդները, մեր մարզիկները ամենատարբեր սպորտաձևերում հաղթում են, մեդալներ են նվաճում եւ նրանց շնորհիվ բարձրանում է մեր եռագույնը եւ հնչում է Հայաստանի օրհներգը։ Այո, համաձայն եմ։ Իսկ այս պահին Երևանում
արդեն 10:53 րոպե, հեռախոսային հավելվածը ցույց է տալիս, որ այս պահին ջերմաստիճանը 16 աստիճան է, անձրևի հավանականությունը ցավոք բարձրացավ 50 աստիճան, 50%, այսինքն ամենայն հավանականությամբ այսօր նաև անձրև է սպասվում, բայց օրվա ընթացքում մինչև 19 աստիճան դեռ կբարձրանա ջերմաստիճանը։ Ինչ վերաբերում է խցանումներին, մայրաքաղաքում այս պահին արդեն 1 նիշով ցածրացել է այդ ցուցանիշը, ինչը լավ է, 5 է այս պահին մեր մայրաքաղաքում խցանումային նիշը, իսկ ահա մեր տրամադրությունը կարծում եմ բավականին բարձր նիշի վրա է, եւս մեկ առավոտ սկսեցինք միասին եւ աստիճանաբար եզրափակում ենք եւ խորհուրդ տալիս ամեն աշխատանքային առավոտ միանալ մեզ, վաղը ձեզ եթերում կողջունեն մեր գործընկերները Տիգրանը եւ Լուսինեն ու 9:30-ից ձեզ կասեն բարի լույս։ Ես արտասովոր էի կյանքում քո հասարակ հոգուս հետ խաղում էիր բայց սիրում էի ես վտանգ դե բարի ճամփակ ես մնայս ես գնա անոնը շուրթերին քո թող փոշի դառնա որ մնամ քեզ հետ դուր բաճակ որ նայեմ ես հետ դուր բաճակ որ շասեմ քեզ վերջ մի բան ասա հասկանամ ես քեզ դուր բաճակ որ մնամ քեզ հետ դուր բաճակ որ նայեմ ես հետ դուր բաճակ որ շասեմ քեզ վերջ մի բան ասա հասկանամ ես քեզ Հաճելի խապկանքեր Սերդ երեկվա Թեք ուզես մնամ ես Հույս դուր ինձ վաղվա Սրտիս կպնում փախչում ես Խամփում կանոններով Ինձանով հարբում էիր Դե մնաց զրասիրով Դուր բաճար որ մնա